Գողջունենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսյանով, սիրելի քուրիեղբայրներ, բարեկարգ այս մեր ուղիետեր ծառայության։ Մի քանի վայրկյաններում պիտի սկսենք մեր ուղիետեր ծառայությունը, պիտի շարունակենք մեր ծառայությունները, պիտի շարունակենք մեր այսօրվա սերտողությունը, Գործ Առաքելոցը, փառաբանություն, երգ-աղոթք, Տիրոջ փառքը պիտի մեմևս վայելենք մեր այսօրվա այս ուղիետեր ծառայության ընթացքին։ Դեր օրհնե բոլորիդ, ուրեմն կանչեցեք ձեր ընկերները, բարեկամները Facebook-ային էջերի վրա տարածեցեք, որպեսզի մի քանի վայրկյաններն վերակտնենք իրար եւ սկսի մեր ուղի եթեր ծառայությունը։ Ուրեմն գանտիբինգ։
Խոր հրթական հավիտենականության հայր Սքանչելի խոր հրթական հավիտենականության հայր Խաղաղության իշխան ով զոր Աստված Չունի սահման Բարձր քո անունը բոլոր անուններից Զորությունից տերություններից Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես Տերտերած Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես Տերտերած Տշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն զուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն զուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի մեր երրորդության Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Օգին։ Իրեն լամիշտ փառք եւ հավիտյանը Սավիդենից։ Այո, մենք կուգանք եւ գանցնենք, բայց Աստված նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Եվ քեզի եւ ինձի գախյալ է, որ մենք կախված լանք իր մե, նվիրված լանք իրեն, լսենք իր ցայնը, քանզի մեր կյանքը ինքը ստեղծեց, ինք տվավ մեզ կյանք այս աշխարհի մեջ մի քանի տարի ապրելու համար։ Իրեն լամիշտ փառքը եւ պատիվը։ Բարի եկաք սիրելի քույր-եղբայրներ, այս մեր ուղիեթեր ծառայությանը, որ ինչպես գիտեք կսպրվի Փարիզեն, կաստի քեզ ուր որ գտնվիս, որ երկրի մեջ, որ քաղաքի մեջ, որ դժվարության մեջ, ինչ տեսակի խնդիրների մեջ են որ գանցնես, ցավ դարաբանք սուկ ուրախություն հարսանիք, հարստություն կամ աղքատություն, ինչ վիճակի մեջ որ ես, այսօր Աստված, երկնային այն Աստվածը, որ ստեղծեց երկիրը եւ ստեղծեց քեզի ըսելիք ունի։ Հալելույա, փառք մեր Տիրոջը։ Բարի եկաք, ուրախ ենք որ միասին ենք, այս շաբաթ եւս դերը մեզ բահեց, որ մենք կանք իր ներկայության, լսենք խոսքը, նորոգվենք, փոխվենք, վստահենք, սորվենք հավատալ, սորվենք քայլել եւ նաեւ վկաները լալ այս խավար աշխարհի մեջ։ Հիսուս լույսն է եւ իրեն հետևորդները լույս են այս խավար աշխարհի մեջ։ Իրեն լամիշտ փառքը։ Ուրախ ենք որ նաեւ մեզ կկրեք երբեմները եւ կքաչալերեք մեզ ձեր ծառայությունով, կառաջարկենք ձեզ որ նաեւ դարածեք այս ծառայությունները։ Անոնք որ Facebook-ով են, Խոսքը.TV, YouTube-ով եւ կամ ICFN-ի Լոս Անջելեսի մեր քույր-եղբայրները որ գեհդեվին մեզ, իսկապես դարածեք այս խոսքերը, այս ծառայությունը, շատ քիչ ծառայություններ կան, որ շեշտ դրած են միայն խոսքի վրա։ Եվ ճշմարտության խոսք այս ծառայության գոչումը այդ է, որ ոչ թե մարդիկ հավաքենք մեզ, այլ մարդկանց սորվեցնենք ճշմարտության խոսքը, քանզի մենք գիտենք որ ճշմարտությունն է մարդկանց ազատագրողը, ճշմարտությունն է մարդուն գաբողը Աստծո հետ։ Եվ այն խոսքն է, որ քեզ եւ ինձ կյանք գուտա, գազադակրե մեր կապվածություններեն, հրաշքներ գնե, անոնք որ տարբեր կապվածություններու մեջ են, այո Հիսուս թեր կբժշկե, թեր կնորոգե, թեր գազադակրե եւ թեր կփրկե այսօր այն մարդուն, որ կվստահի իրեն։ Հույսդ երբեք վար չառնես, ցերկերդ չիջեցնես, շարունակե հրճագել այն Հիսուս անունը, որ ամեն անուն է վեր է։ Այսօր
պիտի սերդենք գործ առաքելոցը քիչ հետո, որ այդ խոսքը գսե, որ մեկ անուն գա, եւ այդ անունն է, որ մենք կկարոզենք, փառավորվի մեր Տերը։ Սիրելի քույրեր, ուշադիր եղեք, ուշադիր եղեք այդ սուտ մարգարեներեն, ուշադիր եղեք այդ սուտ կարոզիչներեն, այդ ճագերդյալ հովիվսվածներեն, որոնց նպատակը միայն ցեզ քաշելն է դեպի իրենց խմպակներու, իրենց կազմակերպություններու, իրենց գործունեություններու մեջ ուշադիր եղեք։ Այսօր, ինչպես Հիսուս կսե վերջին օրերը, շատ այս տեսակի մարդիկ պիտի կան, որ պիտի փորձեն մարդկանց հաջեցնել իրենց քեղեցիկ խոսքերով, որ մարդկանց խափեն քաշելով դեպի իրենց։ Ճշմարիտ ավետարանիչը, ճշմարիտ հովիվը, ճշմարիտ վարդապետը այն է, որ ցույց կտա Հիսուս Քրիստոսին միայն։ Կսորվեցնե մարդուն մոդենալ Տիրոջը, որովհետեւ քանի որ մենք գիտենք եւ կհավատանք, որ Սուրբ Հոգին իր գործը կնե։ Մեր կարողությունով չէ որ դու կփրկվիս, մեր ծառայություններով չէ որ դու կփրկվիս, այլ Սուրբ Հոգի ներկործությունով, բայց մեր ծառայությունն է քեզ բերել Հիսուս Քրիստոսի ավետարանը, որ այդ ավետարանի լույսով դու տեսնես աղ եւ լույս այս աշխարհին եւ մոդենացներ Հիսուս Քրիստոսի, որբեսի փրկվիս դու եւ քո ընտանիքդ։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը։ Բարի եկաք մեմ եւս այս գեղեցիկ բահին մեջ։ Սաղմոս 102 վերջին 3-4 համարները գուզեմ գարտալ ձեր հետ։ Սաղմոս 102 Զգիսպեն երգրին հիմերը թուն թրիր ով Աստված ու երգինքը քու ցերկերուտ կորձն է անոնք պիտի գործվին բայց դու պիտի գնաս անոնք ամենքը լատիբես պիտի մաշին հանտերցիբես պիտի փոխես զանոնք ու պիտի փոխվին բայց դու նույնն ես եւ քու տարիներդ պիտի չվերջանան քու ծառաներուտ Որդիները աբահով պիտի բնագին ու անոնց սերունդը հաստատ պիտի մնա քո առջևդ։ Այս համարը մեզ գսե եւ ցույց կտա թե ամեն ինչ պիտի անցնի։ Նույնիսկ Աստծո ստեղծածները պիտի անցնին։ Ամեն ինչ պիտի անցնի եւ վերջանա։ Լատիբես կսե պիտի անցնի։ Ինչ որ գտեսնենք այս աշխարհի մեջ անցողական է։ Պիտի անցնի։ Բայց Աստված ինքը նույնն է։ Քանի որ ստեղծողը ստեղծված չէ, ստեղծողը հավիտենական է։ Եվ Աստված հավիտենական հաստատ է իր ինքնության մեջ, իր խոսքին մեջ, իր օրենքներուն մեջ, իր սկզբունքներուն մեջ։ Աստված չփոխվի։ Երգիրներ կփոխվին, հրամանատարներ կփոխվին, քաղաքականություններ կփոխվին, եկեղեցի առաջնորդները կփոխվին, բայց Աստված նույնն է, երեք այսօր եւ հավիտյան։ Եվ այս համարը շատ գեղեցիկ խոսք է, թե Աստծո որդիներն ալ հաստատ կմնան։ Զարմանալի։ Անոնք որ դեր Հիսուս Քրիստոսի մեջն են, այն մարդիկը ամենակարող Աստծո հավիտենականության հաստատության մեջ կմտնեն։ Եվ Աստծո հովանավորության դագն է, որ իրենք կմնան հաստատ, անշարժ։ Ամեն ինչ պիտի փոխվի, մարդիկ պիտի փոխվին, որոշումներ պիտի փոխվին, բայց Աստծո ծառաներու որդիները հաստատ պիտի բնագին։ Օ ինչ քեղեցիկ խոսք է եւ ինչ քաչալերական է այն հավատքի մարդկանց համար, որոնք կքայլեն դեր Հիսուս Քրիստոսի հետ։ Իրենք անսասան պիտի լան, ոչ թե քանի որ իրենք զորավոր են, այլ անսասան Աստծո անսասան հոգին կփնագի իրենց մեջ եւ երբ որ այն հոգեվորը Սուրբ Հոգին կփնագի քո մեջ այն Աստվածային հոգին կփնագի քո մեջ անժամանակ երգիրն ու երգիրը պիտի անցնին բայց պիտի մնաս դու հաստատ աչետ եւ ցախետ պիտի ինան բայց քեզի հաստատ պիտի մնաս ինչու քանի որ քո մեջ կա այն հավնական Աստծո հոգին նեղություններ այո հալածանքներ այո հիվանդություններ այո լաց եւ դխրություն նաեւ այո բայց հավատացյալը կմնա հաստատ Հիսուս Քրիստոսի մեջ ինչու քանի որ իր Աստվածը հաստատ է իր Աստվածը ամեն ինչ հիմնական է հիմնված է եւ մենք ալունենք այդ աբարաժը որին վրա մենք կշնենք մեր կյանքը դեր Հիսուս Քրիստոսը
Հիսուս կսե անորիմ խոսքս կլսե եւ գգադարե գնավանի այն մարդուն որի դու նգշնե աբարաժին վրա անցրևը գու կապոտորիկները գու կան բայց իրեն բամը չլար դունը չի բլիր ահավասիկ հաստատ մարդը դեր Հիսուս Քրիստոսի վրա քեզ գհրավիրեմ իմ սիրելի որ դու ավելի հաստատվես Հիսուսի խոսքին Հիսուսի անձին վրա քան թե մարդկանց խոստումներու քան թե դու իմաստությանը վրա քանի որ ամեն ինչ պիտի անցնի քու իմաստությունը դա գրնա անցնել քու հիշողությունը կրնա անցնել դու սկսից մոռնալ ամեն ինչ նույնիսկ օզավակները բայց եթե Հիսուս Քրիստոսի մեջ ես Աստված քեզ հաստատուն գբահե քո հոգևոր եւ քո ինքնության մեջ իրեն լափարք Աստուծո վստահողը երբեք պիտի չի հուսախաբվի ուրեմն մեր Աստվածը անշարժ կգենա լաթի պես կանցնի ամեն ինչ դու ամեն ինչ կփոխես կսեդեր բայց դու չես փոխվիր քո օրերդ հավիտենականեն եւ քո ծառաներուդ որդիներն աբահով պիտի մնան անսասան քո մեջ իրեն լամիշտ փառքը բադիվը օրտությունը վստահին Տիրոջ նվիրվին Տիրոջ ով գա քեզ նման դեր հրաշներ կործող ամենագալ Աստված ճշմարիտ եւ սուրբ Աստված քեզ լա փառք եւ բադիվ եւ օրտություն եկեք որոշենք միասին սիրելիներ հաստատվինք այն հաստատուն աբարաժին վրա մին այր աչին եւ ցախին վախերուտ թե ինչ կրնալ լալ դու այսօր հաստատ եղիր Տիրոջ վրա դերը զինք սիրողները իրեն զարայողները զինք հետևորդներուն անպայման գբահե իրեն լամիշտ փառքը եւ բադիվը հալելույա երկենք այս երկը գսե ով գա քեզ նման դեր եւ գվերակտնենք իրար գործ արակելոց 4-րդ գլուխ պիտի շարունակենք մեր սերդողությունը պատրաստված եկեք գանչեցեք ընկեր բարեկամներուն եկեք որբեսի Տիրոջ խոսքին մեջ այսօր քաղենք այն կանցերը որ քու եւ իմ կյանքս գրնան օրոքել հալելույա դեր օրտեմես գվերակտնենք իրար
օրհնության մեջ փառավորյա օրհնության մեջ սքանչելի հրաշքներանով ով գա քեզ նման հրաշքներանով ով գա քեզ նման Հալելույա, հալելույա։ Ով գա քեզ նման կյանք փոխող, հոգիներ փոխող, ինգածը բարձրացնող, մեղավորին կյանք տվող, փրկելու ուժ տվող, Սուրբ Հոգիով լեցնող, ով գա քեզ նման։ Դու օրես էիր եւ պիտի լինես հավիտյանս հավիտենից։ Քեզ կպատվենք եւ գործնենք ամենագալ Աստված, երկնքի եւ երկրի, օրհնյալ մեր Աստված, քեզ կպատվենք եւ գործնենք ամեն մեր զորությամբ եւ ուժով, արժան ես ստանալու դու փառքը եւ պատիվը եւ օրհնությունը միշտ եւ միշտ հավիտյան հալելույա։ Փառք մեր Տիրոջը, օրհնյալ է մեր Տերը, որ Սուրբ Հոգիով ճիշտ հիմա նաեւ գխոսի քեզ եւ ինձ, գնորոքե քեզ եւ ինձ, գմակրե քեզ եւ ինձ, որբեսի Սուրբ Հոգիով այսօր մենք հասկանանք իր ներկայության օրհնությունը եւ ուր որ գտնվիս, քո դանը մեջ, քո սենյակի մեջ, ուր որ ես, քո մեքենայի մեջ այդտեղ ես, թող Սուրբ Հոգին քեզ հadouk ծևով հպվի հիմա Հիսուսի անունով։ Թող հիմա Հիսուսի անունով հպվի Սուրբ Հոգին քեզ զգաս իր սուրբ ներկայությունը եւ հասկանաս, որ Տերը քո մոտ է, քեզի մոտ է։ Եվ Տերը քեզ կսիրե։ Այո, մեղավոր ես Տերևս, ինգած ես դժվարություններու մեջ ես, բայց Տերը Տիրոջ ցերկը գարջ չէ, հասնելու, քեզ բարձրացնելու, քեզ փրկելու եւ օրհնելու, եւ իրեն կդրվի միայն փառքը եւ պատիվը եւ ամեն հավատացյալները գսեն ամեն, ամեն եւ ամեն։ Փառավորվի Տերը։ Հալելույա, սիրելի քույր եղբայրներ, կշարունակենք մեր կորձ արաքելոց քրկի սերդողությունը։ Անցյալ շաբաթ մենք տեսանք երրորդ գլուխը, ինչպես Պետրոս եւ Հովհաննես կացին դաջար եւ այդտեղ գաղ մարդը գար, բժշկեցին եւ այդտեղ ուրեմն քահանաները բռնեցին իրենք եւ իրենց ըսին ինչ կբադահի ցեզի եւ սկսան արքիլելու իրենց որ խոսին։ Ցերպակալեցին 4-րդ գլխուն 3 համարը ցերպակալեցին եւ փանտրին։ Այսօր կշարունակենք համար 5։ Հետևյալ օրը մեկտեղ հավաքվեցան անոնց իշխանները, ձերերն ու տբիրները Երուսաղեմի մեջ։ Նաև Աննա քահանայապետը եւ Գայապան եւ Հովհաննեսն ու Ալեքսանդրոսը եւ այն ամենքը, որ քահանայապետի ցեղը էին։ Մեկ խոսքով այստեղ գսե լուրջ տադարան։ Տադարանի ադյանի արչև գահանեն Պետրոսին եւ Հովհաննեսին։ Եվ այդտեղ կան բոլոր փարիսեցիները, քահանայապետը, քահանայապետի օգնականները, մի խոսքով այդ դաջարի բոլոր ադյանը, անոնք որ իրական պատասխանատու էին թադելու եւ թադը դեսնելու Երուսաղեմի մեջ։ Մի խոսքով լուրջ ժողով էր այս։ Զանոնք մեջտեղը գայնեցուցած գհարցնեին. Ինչ զորությունով կամ ինչ անունով ըրիք դուք այս բանը։ Որ բանը անցաշաբաթ տեսանք այդ գաղ մարդուն բժշկեցին։ Հիմա քահանաները գսեն ինչ զորությունով, ինչ անունով։ Համար 8 տեսեք ինչ քեղեցիկ է։ Այն ադեն Պետրոս Սուրբ Հոգիով լեցված ըսավ անոնց։ Նայեցեք, Հիսուս ըսավ իր աշակերտներուն, հոգ մի ունեք, կացեք ավետարանը քարոզեցեք, ցեզի ադյաններու արջև բիտնեն, ցեզի պիտի հալածեն, բայց նույն ժամանակին Սուրբ Հոգին ցեզի պիտի դա այն խոսքը, որ պետք է ասեք։ Որ խոսքը։ Ավետարանի ճշմարիտ խոսքը։ Շատ անգամներ մարդիկներ կան, որոնք այս համար կգործածեն մարդկանց ասելու եւ որ անոնք փաստապանի գերտան կամ տխտապանության խնդիր ունին կամ այս կամ այն pedagogan դեղեր գերտան, շատ մահավատացյալներ գսեն հոգմիներ, Սուրբ Հոգին քեզի պիտի դա ինչ որ պիտի խոսիս։ Հիմա երբեմն սիրելիներ, այդ տվյալ անցիկ սուտ բաներ կհրճագեն իրենց թուղթի հաջողության համար։ Եվրոպայի մասին է խոսքս։ Ինչպես Սուրբ Հոգին իրենց պիտի դա։ Ինչ պիտի դա Սուրբ Հոգին։
Սուրբ ոգին գուտա ավետարանի խոսքը փոխանցել։ Եվ այստեղ Պետրոս գլեցվի Սուրբ ոգիով, ինչու, որ քարոզի իրենց։ Սուրբ ոգիով լեցվեցավ, որպեսի փոխանցի խոսքը։ Եվ շատ անգամներ գտեսնենք կամ գլսենք Սուրբ ոգի լեցունության մասին, շատ շուտ Սուրբ ոգի լեցունությունը մարդիկ կգաբեն բարգևներու, հոգևոր բարգևներու, մարգարեություն, լեզուներ խոսիլ, հրաշքներ անել, օքեյ, սխալ բան չէ, բայց Սուրբ ոգին առաջին գործը, երբ մեկումը գլեցնի դիրոջ խոսքով, որպեսզի այդ խոսքը քո մեջ երա եւ դու կարողանես փոխանցել խոսքը։ Եվ որ մեկը Սուրբ ոգիով գլեցվի, գսենք, ասել է գլեցվի խոսքը փոխանցելու նպատակով։ Շատ կարևոր է այս։ Գիտեմ որ շատ մտեղեր դարբեր բաներ քարոզներ երբեմն գլսեք եւ այլն որ Սուրբ ոգի խոսքը Սուրբ ոգի լեցվիլը գկապեն այս կամ այն բարգեւի հետ կապված սիրելիներ երբ որ գարտանք եւ պիտի գարտանք բոլոր գործ առաքելոցը գտեսնենք ամեն անգամ որ Սուրբ ոգիով գլեցվին խոսքը կփոխանցեն ուրիշ բան չլար իրենց այնքան գլեցվին աստվածայինով որ իրենց մեջ միայն աստվածային խոսքն է որ դուրս կելն եւ ոչ թե ուրիշ բաներ հուսամ այս կետի վրա պիտի վերադառնանք անշուշտ հուսամ հստակ եղավ ցեզի այս կետը եւ հավասի Պետրոս Սուրբ ոգիով լեցված ըսավ ուրեմն խոսեցավ ով ժողովրդի իշխաններ եւ ձերեր եւ որ ձերեր գսե ասել է ձերագուտական այդ բադասխանադու երեցներ եթե մենք այսօր դգար մարդումը եղած բարիկին համար կգտնվենք թե ինչ միջոցով անիգա բժշկվեցավ հայտնի ըլլացեզի ամենուտ ու բոլոր Իսրայելի ժողովրդին, որ նազովրեցի Հիսուս Քրիստոսին անունովը, որ դուք խաչեցիք եւ որ Աստված մերելներեն հարուցանեց, ահա անորասի, անով ասիգա ծեր արջև բժշկված գեցեր է հիմա։ Ինչ անունով ըրիր, որ զորությամբ ըրիր, Պետրոս եւ Հովանես կսե շատ լավ լսեցեք ինչ կսեմ ցեզի այն Պետրոսն էր որ չմոռնաք ուրացավ Հիսուսը վախեն այն Պետրոսն այն Հովանեսն էր որ ադյանի ընթացքին Հիսուսի այդ բադիժի ընթացքին ինքը բահված էր մեկ կողմ հիմա Սուրբ ոգի համարձակությունով Սուրբ ոգի լեցունությունով կսե լավ լսեցեք ով Իսրայելի բոլոր ժողովուրդ ով դուք երեցներ եւ պատասխանատուներ դուք որ եկեր եք այստեղ եւ գուզեք հարցումներ հարցնել եւ գուզեք դադել մեզ լավ լսեցեք նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով եւ այստեղ հստակ է որ նազովրեցի ասել է Նազարեթեն եկած Հիսուսի անունով շատ կարեւոր է նշել թե մենք որ Հիսուսի մասին կխոսենք իսլամները կխոսին Հիսուսի մասին Մորմոնները կխոսին Հիսուսի մասին, Եհովայի վկաները կխոսին Հիսուսի մասին, մեր հայ ժողովրդի մեծամասնությունը կխոսի Հիսուսի մասին, բայց որ լավ գնայինք թե որ Հիսուսի մասին են, նույն Հիսուսը չէ։ Մեկը գսե որ Հիսուս մարգարե է, մեկը գսե որ Հիսուս հրեշտակ է, մեկը գսե որ Հիսուս բարձ մարդ էր, բայց նույն Հիսուսը չի։ Պետրոս եւ Հովանես գսեն նազովրեցի Հիսուս Քրիստոսը, որ դուք խաչեցիք եւ դուք որ Աստված ինք հարություն տվավ խաչեցիք հարություն արավ այն Հիսուսը անոր անունով բժշկություն եղավ նայեցեք քարոզչությունը հստակ է մենք կքարոզենք խաչյալ եւ հարուցյալ Քրիստոսը եւ եթե մեկը դեռ չգիտեր ով է Քրիստոսը պիտի պատմենք նաեւ Հիսուսի աշխարհային կյանքի մասին նազովրեցի Հիսուս Քրիստոս ասել է այն Հիսուսը որ Նազարեթ էր, Նազարեթեն եկավ, Գալիլեա եկավ Երուսաղեմ, իր մարդկային պատմական Հիսուսի մասին է խոսքը։ Ուրեմն կարևոր է նախ մեկը գիտնա, ճանչնա ով է Հիսուսը։ Եվ քարոզիչը մենք քրիստոնյաներս մենք պետք է լավ ճանչնանք ով է Հիսուսը, եւ եթե գուզենք փոխանցել, եթե Սուրբ ոգիով լեցված ենք եւ գուզենք փոխանցել, ինչպես անցյալ շաբաթվա քարոզը այս գիրագի քարոզեցի եւ Facebook-ի վրա չէ, բայց YouTube-ի վրա եւ այլն գար, կացեք տեսեք խոսքը TV-ի վրա, թե մենք կանչվածներ ենք փոխանցելու Տիրոջ խոսքը։ Փոխանցելու եւ
ձանոտացնելու Տեր Հիսուս Քրիստոսին, խաչյալին եւ հարուցյալին, որ դուք խաչեցիք կսե, նաեւ գմատնանշե մեղքը եւ սխալը այդ հրյաներուն, որոնք մատնեցին Հիսուսին։ Դուք խաչեցիք այո, բայց Աստված հարություն առնել տվավ։ Մենք կքարոզենք այն Քրիստոսը, որ մեր մեղքերուն համար մերավ, մեր անեծքը իր վրա արավ, բայց այդ Քրիստոսը, որ հաղթեց մահվան, հարություն արավ, որ աչքով նստավ, որբեսի մենք ալ օրմը, երբ մեռնինք, մենք ալ հարություն առնենք իրմով, իր մեջ իրեն համար։ Հալելույա։ Այս մարդը, որ գաղ էր, դուք կճանչնայիք, հիմա այս մարդը բժշկված այստեղ գայներ է, այս բանը եղավ Նազովրեցի Հիսուս Քրիստոսին, որ մի քանի շաբաթներ առաջ, մի քանի ամիսներ առաջ դուք խաչեցիք։ Եվ իրենք շատ լավ գիտեին, որու մասին է խոսքը։ Իրենք շատ լավ գիտեն ով էին այս աշակերտները։ Աշակերտները հստակ Սուրբ Օգիով լեցված մանրագրգիտ, շվիդակ, ճշմարիտ ավետարանը փոխանցեցին այս մարդկանց։ Հալելույա։ Անիգա է, հիմա նայեցեք Հիսուսի մասին։ Անիգա է այն քարը, որ ցեզմե շինողներետ անարգված է անգյունի գլուխը եղավ։ Այս համար մնե, որ Սաղմոս 118-ի մեջ նույն ձևով գրված է։ Այն Հիսուսը, այն անգյունի քարն է, մի խոսքով հիմքն է, որում վրա ամեն ինչ գշնվի։ Դուք անարգեցիք, չընդունեցիք, բայց ինք կլորեցավ եւ եղավ անգյունի քար, ասել է հիմնական քարը։ Այն ինչ որ դուք մերժեցիք, ան ինչ որ դուք սպանեցիք, ան ինչ որ դուք անարգեցիք, ինքը դարձավ անգյունակարը, ձեր ազգին հիմնագանը, ձեր հավատքին հիմքը, մարդ արարածին հիմքը, Աստծո ստեղծագործության առաջինը եւ որ գսե առաջին բաժինը ամենեն լավը, կարևորը, որում վրա գշնվի ամեն ինչ։ Դուք անարգեցիք, բայց ինք եղավ։ Գտեսնեք այս համարը ինչպես Պետրոս հիշեց այս համարը։ Սուրբ Օգիով։ Եվ որ Սուրբ Օգիով գլեցվինք, Աստծո խոսքը կհիշենք։ Բայց պիտի սորվինք, որ հիշենք։ Պիտի գիտնանք, որ հիշենք։ Հալելույա։ Ուրեմն ահավասիկ այստեղ։ Գտեսնենք Պետրոս Հիսուսն է գսե այն քարը։ Նազովրեցի Հիսուս Քրիստոսը, որ դուք խաչեցիք եւ հարություն դվավ Աստված իրեն, այն եղավ հիմնակարը ձեր ամբողջ կյանքին։ Եվ այս համարը կուզեմ գարտալ ձեր հետ Մատթեոս 21 գլուխին մեջ։ Համար 42, որ նույն բանը կգրտնե, բայց այստեղ գավելցնե մի բան Հիսուս։ Համար 42 գսե այն քարը զոր շինողները անարգեցին, անիգա անգյունին գլուխը եղավ, ասիգա դերոճմեն եղավ եւ զարմանելի է մեր աչքերին։ Ասիգա Սաղմոս 118-ն է։ Հիմա համար 44 նայեցեք ինչ կսե Մատթեոս 21-ին։ Մատթեոս 21:44։ Ով որ այս քարին վրա ինա, բիդի գոդրդի, եւ որուն վրա որ ինա այս քարը բիդի պսորե զանիգա։ Շատ ինչպես կրնամ ասել լուրջ համար այս համար։ Անոր վրա որ գսե, ան որ այս քարին վրա ինա, բիդի գոդրդվի։ Քարը Հիսուսն է։ Ան որ Հիսուսի մոդենա եւ գահանտիպի Հիսուս Քրիստոսի, պիտի գոդրդվի, մեկ խոսքով պիտի խոնարի, իր եսը պիտի գոդրդվի, իր ձեռքերները պիտի գոդրդվին, իր գարձածները պիտի մեկ կողմնետվի, քանի որ որ Հիսուսի գահանտիպիս, միայն կխոնարիս, ուրիշ բան չկա։ Բայց ան որ գսե քարը իր վրա ինա, պիտի պսորե, ասել է փշոր։ Եթե քարը քո վրա ինա, եթե Հիսուս սկսի թադել քեզ կտոր պիտի ելե։ Լուրջ եւ վախնալիք խոսք է։ Այս խոսքը լսել են վերջ, մեկ բան պետք է անենք։
զղջանք եւ ապաշխարենք եւ Հիսուսի առաջ ձուն ծրենք, որ գոդրդվի մեր անձերը եւ Հիսուս փառավորվի։ Եթե մենք չխոնարհենք, եթե մենք չապաշխարենք, եթե մենք Տիրոջ առջև չխոնարհենք սիրելիներ, օրը մենք պիտի փշուր լանք եւ այս դժոխքի պատիժն է։ Հիսուսն այն քարը, որ անարգվեցավ, բայց Աստված հիմքը դրավ։ Եվ այս քարին վրա ով որ գինա, պիտի խոնարհի եւ պիտի կյանքը իր դունը շնե։ Բայց ան որ այս քարը իր վրա ինա, այս քարը պիտի պատճեզինք։ Հիսուսով վերջին օրը իմ խոսքս պիտի դադեցես։ Հիսուս փրկիչ է, բայց նաև մեծ պատճող։ Քանի որ գանարքես իր խաչը, գանարքես իր անձը, գանարքես իր ըրած ողորմությունը քեզ, եթե դու մադի արանքով այսպես կնայիս, ինչ որ Հիսուս ըրավ քեզ համար, ուշադիր եղիր, շատ մեծ վտանգ կա քո առջև։ Եվ այս խոսքը գսեմ այն բոլորին, որոնք կսիրեն քարոզներ լսել, որոնք կսեն, որ իրենք հավատացյալներ են, որոնք նույնիսկ երբեմն եկեղեցի գերտան, բայց իրենց կյանքը չեն փոխեր զղջումով եւ ապաշխարությունով։ Այդ մարդկանց վրա շատ վտանգ կսպասի։ Գամ պիտի խոնարհենք Տիրոջ, մեր ամբողջ հոգով եւ սրտով, եւ գամ սպասե շատ մեծ վտանգ քեզ, քանի որ այն քարը եթե քո վրա կա, պիտի փսորե քեզ։ Ուշադիր եղիր։ Այս բատկամը, որ հիմա ասի, կացեք եւ ըսեք ուրիշներուն։ Հիսուսը պիտի ընդունենք եւ պիտի խոնարհենք իր առաջ։ Իր խոսքին համաձայն, ոչ թե շատ մեծ վտանգ կա մեզի։ Եվ նայեցեք ինչ կսե համար 12 ուրիշ մեկով փրկություն չգա, վասնզի անգեզատ ուրիշ անունը չգա երկնքի տակ մարդոց մեջ դրված, որ կարող լանք փրկվել։ Փրկության համար մեկ անուն կա։ Ոչ Սուրբ Սարգիսը, ոչ Սուրբ Հակոբը, կամ ոչ այս հրեշտակը կամ անհրեշտակը, փրկության համար մեկ անուն կա։ Հիսուս Քրիստոս, որուն համար դու եւ ես ձունք պիտի ծրենք, պիտի խոնարհենք եւ պիտի ասենք դու ես Տերը եւ մենք ենք հետևորդը։ Կապրիստերեն շփացած կյանք են դուրս գալով, խոնարհվին Տիրոջ առջև, քանի որ մեկ անուն կա մեզ փրկող, միայն Հիսուսը։ Այդ ոչ քո բարիությունն է, ոչ քո իմաստությունն է, ոչ քո գիտությունն է, ոչ քո հավատքն է քեզ փրկողը, այլ Հիսուս կփրկե խոնարհածին, խոնարհողին, եւ որ իր առաջ կխոնարհենք եւ կդրվենք, մեկ խոսքով գդոր գլանք այդ իմաստով, որ կխոնարհվենք եւ գփոքրանանք իր առջև։ Մեկ անուն կա, որ մեզ պիտի փրկե։ Պետրոս եւ Հովհաննես այս խոսքը գսեն հրյաներուն, որոնք կսեին փրկությունը, երբ որ դուք այս կամ այն օրենքը գդարեք, երբ որ սինագոգ կա, դաջար կա, այս ընեք, այն ընեք, այս օրենքները գդարեք, այն օրենքները գդարեք, այսպես պետք է անենք, այդպես պետք է անենք։ Եվ Պետրոս կսե ոչ մի բան չի անելիք, բարձրապես խոնարհելիք Հիսուսի առաջ եւ քայլելով Հիսուսի խոսքին համաձայն, քանի որ մեկ անուն կա մեզ փրկող, ոչ օրենքը, ոչ սովորությունները, ոչ մարդիկ, ոչ կապվածություններ, ոչ այս մեկ անուն կա մեզ փրկող, Հիսուս Քրիստոս։ Անորամար փրկությունը ստանալու համար պիտի խոնարհիս, ինչպես կարդացինք, այն քարին վրա պիտի ինաս։ Այն քարը պիտի լա քո անգյունակարը, այն քարը պիտի լա քո դանը հիմքը, այն քարը պետք է լա քո կյանքիդ հիմքը, այն խոսքով պիտի քայլես։ Հիսուսն է միակ անգյունակարը։ Եթե քո կյանքիդ անգյունակարը Հիսուսն է, երանի քեզ։ Եթե քո կյանքիդ սկիզբը եւ վերջը Հիսուսն է, իր խոսքն է, երանի քեզ։ Հալելույա։ Մեկ անուն կա։ Մեկ անուն կա երկրի վրա, որով մարդը պիտի փրկվի։ Եվ այդ անունը Հիսուսն է։ Հալելույա։ Այս բանը ասել են վերջ համար 13։ Իսկ անոնք Պետրոսին եւ Հովհաննեսին համարձակությանը նայելով եւ հասկանալով, որ դքեդ ու առանց ուսման մարդիկ են, զարմացան եւ իմացան, որ անոնք Հիսուսի հետ էին։ Անուս մարդիկ էին, Պետրոսը, Հովհաննեսը, մենք կրնամ ասել իրենց մե ավելի շատ բաներ գիտենք,
Բայց ինչ տեսան քահանաները։ Տեսան համարձակություն։ Տեսան Հիսուսի համար ճիշտ խոսք։ Տեսան 5 դագարանի համարները շիդակ մեկնաբանված։ Որտեղ են եկավ այս իրենց։ Օրինակ համար 8-ն պատասխանը ունի։ Համար 8-ը ասավ Պետրոս Սուրբ Հոգիով լեցված։ Եվ որ Սուրբ Հոգիով գլեցվիս, եւ որ Սուրբ Հոգին դեղ գուտաս, եւ թույլ գուտաս որ Սուրբ Հոգին քեզ մեջդ կորձե, դու շիդագը գսես։ Համարձակություն եւ հասկացան որ գսե այս մարդիկ Հիսուսի հետ էին։ Ինչ հոյագա բադիվ այս Պետրոսին եւ Հովհաննեսին թե Հիսուսի մասին կքարոզեն եւ մարդիկ կսեն այս մարդիկ Հիսուսի մարդիկ են։ Երանի այսօր աշխարհի մարդիկ մեզ տեսնելով կարողանային տեսնել մեր մեջ Հիսուսի էությունը։ Երանի կարողանային տեսնել մեր խոսքերու մեջ ավետարանի ճշմարտությունը։ Երանի կարողանային տեսնել մեր մեջ այն համարձակությունը, որ մենք վախճունենք, թե ով ինչ պիտի ասե, մենք ճշմարտությունը գսենք։ Դժբախտաբար շատ հավատացյալներ շիդակ ճշմարտությունը չեն ասեր մարդկանց վախնալով, որ թերևս այդ մարդիկ իրենց մեկ գնեղվին, թերևս մի քիչ ինչպես ասեմ, գսարին իրենց մե եւ ճշմարտությունը չեն ասեր։ Սիրելի քույր եղբայրներ, այս բարձ նշան է կամ փաստ է, որ այդ մարդիկ Սուրբ Հոգիով լեցված չեն։ Եվ որ Սուրբ Հոգիով գլեցվի ճշմարտությունը գսես մարդկանց։ Քրիստոսի ճշմարտությունը, ավետարանի ճշմարտությունը, Հիսուսի մասին շիդագը գսես։ Եվ գերևնա, որ դու Հիսուսի մարդ ես։ Հալելույա։ Նույնիսկ անհավատներեն, նույնիսկ հալածողները գիտնան, որ անոնք Հիսուսի հետ էին։ Համար 14։ Այն բժշկված մարդը տեսնելով, որ անոնց հետ կայները չէին գրնար անոնց դեմ բան խոսիլ։ Նաև տեսան անոնց կորձը։ Գույրը բժշկվեցավ։ Գաղեր ներողություն, հիմա բժշկվեցավ։ Երևալի փոփոխություն։ Քանիներս աշխարհի մեջ քանիները կտեսնեն քո երևալի փոփոխությունը։ Եթե քո երևալի փոփոխությունը տեսնեն, մարդիկ շատ թյուրությամբ, հեշտությամբ Հիսուսի գուքան։ Քո փոփոխությունն է, որ երևնա, թե Հիսուս քո մեջն է։ Երբ որ գաղը գքայլի, այստեղ արդեն ըսելիք բան չկա, փաստվելիք բան չկա, փաստ է ինքնիրույն, որ գաղը գքայլի, փաստ է ինքնիրույն, եւ ոչ մեկը չի կրնար ասել այդպես չէ։ Այս գաղը դաջարի թուրան մոդ էր, դարիներ, քահանաներն ալ գիտեին, տբիրներն ալ գիտեին, ձերերն ալ գիտեին, ժողովուրդն ալ գիտեր։ Փաստ է։ Քո եւ իմ իրական փոփոխությունը փաստ է, որ դեր Հիսուս կփնագի քո մեջ իր Սուրբ Հոգիով։ Եթե քո մեջ այն փոփոխությունը չերևնար, քո ընկերները, բարեկամները եթե չեն տեսներ, քո ընտանիքի անդամները եթե չեն տեսներ, կնա շատ շուտ ձունկ ծերե դիրոջ արչև, աբաշխարե զղջա եւ Սուրբ Հոգին դեղ դուր, որովհետեւ Սուրբ Հոգին քեզ փոխե։ Սուրբ Հոգիով լեցվեցան այս մարդիկ շիդագսին եւ քահանաները փերանին չի գրցան փանալ։ Ինչու՞։ Քանի որ փաստ կար մեջտեղ։ Համար 15։ Բամը չի գրցան անել, հրամայելով անոնց, որ ադյանեն դուրս ելեն, իրարու հետ խորհուրդ արին։ Եվ ասին, ինչ անենք այս մարդոց, վասնզի Երուսաղեմի բոլոր բնակիչներուն հայտնի է, թե ասոնց ցերկով երևելի հրաշք մը եղավ, ու մենք չենք կրնար ուրանալ։ Հայտնի է, որ այս մարդը հոգևոր է։ Հայտնի է, որ այս մարդու մեջ սեր կա, մենք չենք կրնար ուրանալ։ Հայտնի է, որ այս մարդու մեջ Սուրբ Հոգին կխոսի, չենք կրնար ուրանալ։ Հայտնի է, որ այս մարդուն կորձերուն մեջ Աստվածայինը կա։ Գադարյալներ չեն, բայց Աստվածայինը գերևնա։ Պետրոս եւ Հովհաննես գադարյալ մարդ չէին, դա լսեմ։ Բայց Աստվածայինը երևցավ։
Ուրեմն մեր մեջ պետք է Աստվածայինը երևնա, որբեսի թշնամին եւ հագարագործները տեսնեն, որ Տեր Հիսուս կկործե եւ իրենք վստահին Տիրոջը ապաշխարեն եւ դառնան։ Բոլոր Երուսաղեմին հայտնի եղավ։ Թե ասոնց ցերկով հրաշք եղավ, փոփոխությունը երևցավ, ասոնց մեջ Սուրբ Օքին գա, ասոնք տարբեր մարդիկ են։ Չեն կրնար գասկածիլ։ Այս մարդը գսիրե Տիրոջը, հավատացյալներ կան միջև այսօր։ Իմ մդերիմ, մեր եկեղեցիի մեջ նույնիսկ կրնամսել, մեր ծառայություններուն մեջ նույնիսկ մարդիկ որ գասկածիս, արդյոք վերստին ծնված այս մարդը։ Քանի բամը չես տեսներ։ Այո, եկեղեցիի մեջ են գուքան, գերտան, գխոսին լապան, բայց չենք տեսներ այդ փոփոխությունը իրենց աղոթների մեջ, իրենց ծառայության մեջ, իրենց սիրո մեջ, իրենց նվիրման մեջ, իրենց ինչպես ներդրումներու մեջ, չես տեսներ, որ այս մարդու մեջ բամը փոխված է։ Այստեղ Պետրոսին եւ Հովհաննեսին ըսելիք չի գա, վախկոտները ելեր են հիմա, բոլորին արչև, հստակ կքարոզեն, ճշմարտությունը գսեն, ավետարանի խոսքերը գսեն, հրաշք կկատարեն, փաստ է, որ Սուրբ Օքին իրենց մեջ կկործե։ Եվ եթե ուշադրություններիք իրենց խոսակցության մեջ ոչ մեկ անբատվություն չկար։ Սիրելիներ, Սուրբ Օքին ուր որ գա, ճշմարտությունը գսե, բայց առանց անբատվելու։ Երբեմն մարդիկ կուզեն ճշմարտությունը ասել դիմացինին վարկաբեկելով։ Այդ Սուրբ Օքի կորձը չէ։ Սուրբ Օքին կորձը սիրո մեջ ճշմարտությունը ասել է։ Հարկանքի մեջ, բադիվի մեջ, բարձրացնելու մեջ, այդտեղ են գերևնա, Սուրբ Օքին գա, թե չէ։ Հալելույա։ Ուրեմն գսե միայն թե ժողովրդին մեջ ալ ավելի չդարածվելու համար սաստիկ սպառնալիք ընենք անոնց, որ այս անունով անգամ մնալ չլա որ մարդու բան խոսին։ Զանոն կանչելով պատվիրեցին անոնց, որ ամենևին չխոսին, չսորվեցնեն Հիսուսի անունով։ Գարկիլեն Հիսուսի անունով խոսիլ։ Սպառնալիք։ Եթե խոսիկ, ցեզի այս պիտենենք, ցեզի այն պիտենենք, ցեզի այն պիտենենք, սպառնալիք։ Կանչեցին եւ զանոն կանչելով պատվիրեցին, որ անոնց, որ ամենևին չխոսին եւ չսորվեցնեն Հիսուսի անունով։ Բայց Պետրոս եւ Հովհաննես բադասխան դվին անոնց եւ ասին. Աստուծո արչեւ ուղիղ է, որ Աստուծմե ավելի ցեզի մդիկ ընենք, դուք թադեցեք։ Եթե դուք կսեք, որ հավատացյալներ եք, եթե դուք կսեք, որ կահանաներ եք, դուք կսեք մեզ, Աստծո արչև իրեն հնազանդիլը կարևոր է, թե մարդկանց։ Եվ անշուշտ անոնք բադասխան չի գրցան տալ, քանի որ շատ լավ գիտեն, Աստծո հնազանդիլը շատ ավելի կարևոր է, քան թե մարդկանց։ Մանավանդ, եթե այդ մարդիկ Աստծո խոսքին հագարակ բան գսեն։ Երբ որ գսեն մի քարոզեք, մի սորվեցնեք Հիսուսի անունով։ Միջ այդ Հիսուս իրենց ասած էր, կացեք, բոլոր աշխարհը սորվեցուցեք։ Հագարակ ուղղություններ։ Այդտեղ ընտրություն։ Աստծո խոսքը ավելի կարևոր է, քան թե քո խոսքդ։ Մենք սիրելիներ կանչված ենք հարգելու եւ հնազանդելու մեր պետության։ Մեր վրա տրված իշխանություններուն։ Բայց մինչև այնադեն, որ այդ իշխանությունները, այդ պետությունը, մեր վրա նույնիսկ հոգևոր իշխանությունը, մինչև այնադեն, որ մեզ Աստծո խոսքին հագարակ բան չսե։ Գհնազանդինք, մինչև այնադեն, որ մեր վրա իշխողը, կամ մեր մեծամեծը, մեզ Աստծո խոսքին հագարակ բան չսե։ Դուք տադեցեք, ցեզ հնազանդինք, թե Աստծո, քանի որ ցեր խոսածը Աստծո խոսքին հագարակ է, մենք չենք կրնար ընդունել այդ բանը։ Եվ այդպես մենք տեսանք եւ լսեցինք, չենք կրնար չխոսիլ։ Հոյագապ վգաներ, մենք ապրեցանք, մենք տեսանք, մենք գիտենք։ Հիմա մենք 2025-ին Հիսուսին աչքով չտեսանք, Հիսուսի հրաշքները աչքով չվայելեցինք, բայց մենք գիտենք ինչ երավ Հիսուս մեր անձերուն համար։ Մենք վգայենք, թե մենք ով էինք, ինչ եղանք,
Մենք հասկացանք, մենք հոգևոր աչքերով տեսանք Տեր Հիսուսը, մենք վայելեցինք Սուրբ Հոգին, մենք գիտենք Տիրոջ խոսքը, ինչպես չխոսենք անոր մասին։ Ով ինչս է թողոսե։ Օրեր պիտի կան եւ այդ օրերը մոտ են, ադալսեմ, որ պիտի արգելվի մեզի այս ուղիեթերները։ Պիտի արգելվի, որ մենք խոսենք Հիսուսի մասին, պիտի արգելվի, որ մենք ավետարանություն ունենք, պիտի արգելվի, որ ավետարան քարոզենք, պիտի լա եւ շատ մոդեն։ Ինչ պիտի անենք։ Ինչպես պիտի շարունակենք մեր կյանքը։ Աստծո հնազանդինք, թե պետությանը։ Այդտեղ լուրջ ընդրություն պիտի անենք։ Ասացի մենք զայն որ տեսանք եւ լսեցինք չենք կրնար չխոսիլ։ Իսկ անոնք նորեն սպառնալիք ընել է հետո արցագեցին զանոնք, քանի որ բաճարը չկդան, որ բաճեն զանոնք եւ ժողովրդին բաճարով, քանզի ամեն կնալ Աստված գը բարավորեին եղած բանին համար։ Վասնզի այն մարդը 40 տարեկանեն ավելի էր, որուն վրա այս բժշկության հրաշքը կատարվեցավ։ 40 տարեկանը այն ժամանակվա չափահասներ։ Երբ որ մեկը 40 տարեկանեն վեր էր, արդեն ինքը չափահաս էր։ Իր ինչ որ գսեր ճշմարիտ էր։ Անորամար գսե, այստեղ 40 տարեկանեն վեր էր, ոչ մեկը չգրցավ հագարագիլ առաքյալներու խոսքին։ Փաստ է։ Սիրելիս, քո կյանքիդ փաստ կա, որ Սուրբ Հոգին քո մեջ կգործե։ Փաստը ինչ է, որ Սուրբ Հոգին քո մեջ կգործե։ Ինչ կսեն քո շուրջիններդ քեզ։ Չեմ ասել քո սիրած ընկերներդ կամ ընտանիքի անդամներդ։ Վստահ քեզ սիրողները միշտ պիտի որ դու լավ մարդ ես։ Բայց մեկ կողմ տնենք ընտանիքի անդամները, մեկ կողմ տնենք մեր շրջապատի սիրողները մեզ, այլ բարձ մարդիկ, որոնց հետ կշփվենք գործի մեջ, ճամփորդության տածքին, եկեղեցին մեջ, քո հարևանության մեջ, ինչ կսեն քո մասին։ Արդյոք Սուրբ Հոգին գերևնա։ Արդյոք փաստեր կան, որ Սուրբ Հոգի լեցված մարդ ես։ Եթե ոչ, շատ շուտ խնդրեմ, Տիրոջ առաջ եկուր եւ ասե դեր ներեինց եւ մաքրե։ Ես սխալ բատկեր ցույց չտամ։ Եթե մենք Քրիստոսի հետևորդ ենք, Քրիստոսը ցույց պիտի տանք։ Եթե Քրիստոսի հետևորդ ենք, Քրիստոսի միտքը պիտի ապրենք։ Եվ պիտի երևնա փաստերով, խոսքերով չէ։ Այսօր դժբախտաբար շատեր խոսքերով լավ հավատացյալ են, բայց մենք փաստերով ուզենք տեսնել։ Քանի որ ծառը իր բուդուղեն հայտնի է, այս մարդկանց կորձը երևցավ, իրենց կորձերեն, Սուրբ Հոգի ներկործությունը երևցավ իրենց կորձերեն։ Հալելույա։ Հալելույա։ Մտածի ասոր մասին, կորձ առաքելոց քիրքը մեզ լուրջ մտածեցնել գուտա մեր հոգևոր ընթացքի վրա, մեր հոգևոր որոշումի եւ մեր հոգևոր քայլերու վրա։ Ամեն։ Համար 23-ին կգարտանք։ Գեղեցիկ աղոթք այստեղ։ Շատ լուրջ գեղեցիկ աղոթք։ Եվ աշակերտները անգե արձակվելով իրենց խումբինքով կացին։ Գեղեցիկ այստեղ իրենց խումբինքով կացին։ Քանի որ այդտեղ թեր եկեղեցական միտք չկար։ Եկեղեցի էին, բայց դեռ չեն գիտեր ինչ է եկեղեցին։ Բարձրապես իրենց մտերիմները, իրենց հետ աղոթողները, իրենց խումբը։ Եկեղեցի բառը սիրելիներ, խումբը է։ Հունարեն եկեղեցի է խումբ, ժողովք։ Ոչ թե շենք, ոչ ալ հավատացյալ քրիստոնյա ժողովուրդ։ Բարձրապես եկեղեցի բառը ժողովք բառն է, խումբ բառն է։ Անոմա կարևոր է միշտ ասել Քրիստոսի եկեղեցին։ Քանի որ սատանան ալ ունի իր եկեղեցին։ Բուդդիստերն ալ ունեն իրենց խումբը, եկեղեցին, եթե հունարեն թարգմանենք։
Անհավատներն ալ ունին իրենց խումբը, իրենց եկեղեցին։ Գադու սիրողները իրենց եկեղեցին ունին, որ գադուի մասին կխոսին օրինակի համար։ Գով սիրողները կհավաքվին գովի մասին կխոսին, անալ իրենց խումբն է, իրենց եկեղեցին է։ Որն է մեր եկեղեցին։ Քրիստոսի։ Որ Քրիստոս կաբրի, կհավաքվին Քրիստոսի շուրջ, կխոսին Քրիստոսի մասին, կաբրին Քրիստոսի հետ, կվգային Քրիստոսը, Քրիստոսի մարմինը եւ արյունը կխմենք, Քրիստոսի հետ կմիապանվենք, այդ է Քրիստոսի եկեղեցին։ Հալելույա։ Ուրեմն կացին իրենց խումբին եւ պատմեցին ինչ որ քահանաբետները եւ ծերերը իրենց ըսին։ Անոնք երբ լսեցին միապանությամբ ցայներնին Աստծո վերցուցին ըսելով։ Այցեք աղոթքը հիմա։ Հիմա աղոթքն են առաջին առաքյալներու աղոթքն է գրեթե։ Առաջին հավատացյալներու ասեմ 3000-ին մոտավորապես 5000 եղան, բայց այստեղ Աշուտ 5000-ը միասին չեն, բայց կոնե մի քանի գորիզը գրնամսել բադասխանադուները իրար հետ էին եւ հոյակապ է որ իրենց աղոթքը մեմը լսենք։ Թե ինչպես կաղոթեին իրենք։ Ինչ շատ կհետաքրքրի առաջին հավատացյալներուն աղոթքը։ Առաջին հավատացյալներուն բաշտամունքը։ Ինչ կխոսեին, ինչ կգադարեին, ինչ կլարի որ կհավաքվեին իր արմով։ Ինչ կհետաքրքրի։ Եվ կորդարակելություն մեջ ուղղություններ ունենք։ Ճիշտ է շատ։ Եվ գաղոթեն, ով դեր։ Դունես Աստվածը, որ երկինն ու երկիրը ձով ու անոր մեջ եղած բոլոր բաները ստեղծեցիր։ Եվ քու ծառայիդ Դավիթին բերնով խոսեցար ըսելով ինչու հեթանոսները խռովություններին եւ ժողովուրդները բարապ բաներ մտածեցին։ Երկրի տակավորները պատրաստ կայնեցան եւ իշխանները մեկտեղ ժողվեցան դիրոջը թեմ եւ անոր օձյալին թեմ։ Ավասիկ աղոթ կնեն եւ Սաղմոս 2-ը գարդասանեն։ Սաղմոս 2-ը հետեւյալն է։ Դավիթի բերնով ինչու հեթանոսները խռովություն ըրին եւ ժողովուրդները բարապ բաներ մտածեցին։ Երկրի տակավորները պատրաստ կայնեցան եւ իշխանները մեկտեղ ժողվեցան դիրոջը թեմ եւ անոր օձյալին թեմ։ Աղոթքին մեջ Աստծո խոսքը Սաղմոս 2-ը գարդասանեն։ Քանզի դեր արդարև այս քաղաքին մեջ հավաքվեցան քու սուրբ որդիդ Հիսուսին վրա, որ թուն օծեցիր Հերովտես եւ Բոնդացի Պիղադոս, ասկերուն հետ եւ Իսրայելի ժողովուրդներուն հետ, ըրին ինչ որ քու ցերկդ եւ խորհուրդդ սահմանած առաջվն է, որ ըլլա։ Նայեցեք, դեր գսե, ինչ որ Սաղմոս 2-ն ըսավ, գադարվեցավ դեր, Պիղադոսը եւ Հերովտեսը միացան, քո զավակը Իսրայելի ժողովուրդով եւ ձերերով պատասխաններ սպանեցին, բայց այս բանը գսե դեր քու ցերկովդ եւ քու խորհուրդովդ եղավ։ Ինչ վստահելի աղոթք։ Դեր քու ցերկդ ինչ որ որոշած է, 5 դագարանեն ինչ որ մարգարեացած է, ինչ որ դու խորհուրդդ որոշած է կատարվեցավ։ Ով դեր դու որ ստեղծեցիր երկինն ու երկիրը եւ ինչ որ անոր մեջ կա, եւ ինչ որ Դավիթը ըսավ, եւ ինչ որ Պիղադոսը ըրավ, եւ ինչ որ Հերովտեսը ըրավ, եւ ինչ որ Հիսուս խաչին վրա մերավ, ինչ որ Իսրայելի ժողովուրդը ըրավ, այս բոլորը քու ցերկովդ եւ քու խորհուրդովդ եղած է դեր։ Հալելույա։ Կասկած չկա, վստահություն կա, հրճագում կա։ Եվ հիմա ով դեր համար 29 նայե անոնց սպառնալիքներուն եւ շնորհե քու ծառաներուդ, որովհետեւ բոլոր համարձակությամբ քու խոսքդ խոսին, քու ցերկդ երգնցուր բժշկելու եւ քու սուրբ որդիդ Հիսուսին աննովը նշաններ եւ հրաշքներ կատարվին։ Ահա վասիկ աղոթքը։ Հուսամ այս աղոթքեն շատ բաներ կսորվինք։ Այստեղ երբեք չսեմ մեզ օգնե, մեզ հասիր, նայիր ինչ ըրին մեզ, նայիր ինչ կատարեցավ մեզ, բա ինչ պիտի ելնա մեզի, խնդրեմ մեզ օգնես, այդպես բան չէ։ Դեր գսե թուն ստեղծեցիր երկիրը։ Քու ծառայիդ բերնով ըսվեցավ մարգարեություն։ Քու խորհուրդովդ եւ քու աչցերկովդ գադարվեցավ ինչ որ ըսիր։
քու ծառաներուդ սպառնալիք ըրին։ Ուրեմն քու ցերկդ երգնցուր, որբեսի քու խոսքդ քարոզվի, որբեսի քու Հիսուս Քրիստոսի որդիդ անունով հրաշքները լան։ Տուն քու։ Եվ ոչ թե իմ, ես, մեր, մեզ, մեր։ Հասկացաք սխալը։ Հասկնակ հավատացյալներուն սխալը այսօր։ Եվ որ աղոթքի գելնենք։ Եվ մենք մեզ, մեր, մենք մեզ, մեր, իմ, մեզ, մենք, մեր, այս թեմաները գաղոթենք։ Միջատ առակյալները շատ բարձ գսեն, դու լսեցիր, դու գիտես, մենք քոնն ենք, քո ժողովուրդն ենք, մենք պիտի մեկ բան խնդրենք, որ քու խոսքը տարածվի, հրաշքներ կատարվին, մեզ համարձակություն դուր, որովհետեւ քու ծառաներուդ ներողություն, քու ծառաներուդ համարձակություն դուր, քու ծառաներուդ ցերկդ երգնցուր, որովհետեւ հրաշքներ կատարվին։ Այսպես աղոթքը դերը գլսե, այսպես աղոթքը դերը գահարքե, այսպես աղոթքը դերը երգինքները գփանա։ Նայեցեք ինչ կբադա համար 31-ին, երբ անոնք աղոթք ըրին, շարժեցավ այն դեղը, ուր հավաքված էին, եւ ամեն մեկը Սուրբ Հոգիով լեցվեցան, ու Աստծո խոսքը համարձակ գխոսեին։ Երգիրը շարժավ, Աստված ցույց տվավ, որ ինքը ներկա է։ Ինչ կատարեցավ։ Սուրբ Հոգիով լեցվեցան աշակերտները, շատ լավ, հետո Սուրբ Հոգիով լեցվեցան, ինչ եղավ։ Համարձակ խոսք սկսան քարոզել։ Քիչ առաջ Պետրոս Սուրբ Հոգիով լեցված խոսեց։ Հոս Սուրբ Հոգիով լեցված դուրս ելան եւ համարձակ քարոզելու սկսան։ Գտեցեք Սուրբ Հոգի ներկործությունը։ Երբ դեր քանի որ մենք քոնն ենք։ Մեր մասին չեն գաղութեր։ Քո թակավորության մասին։ Քո ավետարանի մասին, Հիսուս Քրիստոսի մասին։ Մենք չենք կարևորը, այլ քո թակավորությունն է կարևորը։ Երբ որ Հիսուս կսորվեցնե եւ գսե նախ խնդրեցեք Աստծո թակավորությունը եւ անոր արդարությունը։ Եվ մնացած բաները կդրվին քեզի։ Նախ խնդրե Աստծո թակավորությունը եւ անոր արդարությունը։ Նախ խնդրե դեր քո գամքը, քո թակավորությունը, քո գամքը, քո անուն սուրբը լա, քո թակավորությունը կա, քո գամքը դլա դեր։ Ինչպես երկինք այնպես երկրի վրա։ Այս է մեր համար կարևորը դեր։ Մեզ փրկեցիր, ազատեցիր, քանթեցիր մեր ջանքերը, մեր տշնամիները մեզ ազատեցիր։ Հիմա եկած ենք այստեղ քու գամքդ կատարելու, քու խոսքդ տարոզելու եւ քու թակավորությունը առաջ տանելու։ Սորվինք աղոթել իմ սիրելի քույր եղբայրներ։ Սորվինք աղոթել։ Մեր աղոթներեն հանենք մենք ես, մեր եւ տնենք տուն քու քոնը, դեր տուն քու քոնը, քո գամքը, քո ուզածը, քո թակավորությունը, քո եկեղեցին, քո զավակները, տուն քո եւ ոչ թե ես իմ մեր։ Վստահ եմ այս խոսքը շատերուդ ապաշխարություն պիտի տա հիմա։ Եվ խնդրեմ աղոթե մեկ սեկոնդ քեզի դամ այս կետի վրա զղջա դիրոջ արջև։ Դեր մենք մեծ կորձեր չենք տեսներ, քանի որ մեր անձը թրած ենք առաջին տեղ։ Բայց մենք հասկանանք, որ քո անձը գտնենք առաջին տեղը։ Սուրբ Հոգիով գլեցվենք եւ քո խոսքն է որ առաջ կերտա եւ դու հոգ կդանես քո զավակներուն ինչ որ պետք է։ Ներեմես դեր մեր անձը թրած ենք միշտ առաջին։ Հալելույա։ Եվ նայեցեք ինչ կպատահի։ Համար 32 եւ հավատացյալներուն բազմությունը մեկ սիրտ, մեկ հոգի էին։ Երբ որ քո գամքը գսենք, էլ մենք մեզ գմորնանք, մեր կոմֆորտը գմորնանք, մեր հանգիստը գմորնանք, մեր եսը գմորնանք, ինչ գիտեմ, մեր ծրագիրները գմորնանք։ Ինչ որ եկեղեցիներու մեջ, հավատացյալներու մեջ գրիվներ կան։ Մեկը մյուսին անտեպ, մեկը մյուսին անտեպ, մեկը մյուսին հետևեն, մեկը մյուսին առջևեն։ Գիտեք ինչու, քանի որ թեր եսը մերած չէ։ Բայց երբ որ եսդ գմերնի եւ Սուրբ Հոգիով իրական գլեցվիս, քո եսդ երբ որ գմերնի, կմտածես Աստված, քո Հիսուս, տուն, քո թակավորությունը, քո ժողովուրդը, քո խումբը, եւ որ բամը գլագվածես խումբը,
Այսօր մարդիկ եկեղեցին երկրորդական դեղ տրած են։ Առաջ իրենք իրենց ընտանիքը, իրենց լավությունը, իրենց լավը, հետ եկեղեցին եթե ժամանակը լա։ Բայց այդպես մարդիկ ինչպես կուզեք որ Սուրբ Ոգիով լեցվին։ Ասոնք Պետրոս եւ Հովհաննես հանդիմանվեցան, ադյանեն ելան, իրենց դուները չկացին, իրենց գիներուն բամը չսին, իրենց զավակներուն չկացին, մեկ կդոր ուղիղ կացին խումբին, ժողովրդին, եկեղեցին։ Գտեսնեք սերը, միապանությունը։ Եվ այդտեղ գսե հավատացյալներուն խումբը գսե բազմությունը մեկ սիրտ, մեկ հոգի էր։ Ինչպես կերևլա։ Անոնց մեկը չեր սեր իր ստացվածներեն մեկուն համար, թե իրն է։ Հասկնակ, ըսի, որ ինչեմ այդետին, որ ես ունիմ, ես իմս, ժողովուրդ կիցած եղեք, երբ որ ես իմս կսես, դուն Քրիստոսի խումբին մեջ դեղ չունիս։ Շատ շոքային կխոսիմ, շատ գդրուկ կխոսիմ, գրնալալ նեղվին շատերը խնդիր չէ, բայց ճշմարտությունը այս է։ Երբ որ դու քո ես քո ներողություն ես իմը միան ես իմ մասին կմտածեմ արդեն այդտեղ բազմության միապանություն չկա եւ երբ որ միապանություն չկա Սուրբ Հոգի կորձը չկա երբ որ Սուրբ Հոգի ներկործությունը չկա հրաշքներ չկան փրկություն չկա բժշկություն չկա Ինչու այսօր շատեր գսեն առաջվա պես չեն այցեք ակորձ արաքելոցը ինչ լավ հավատացյալները հրաշքներ գնային ինչու հիմա չկա շատ པարզ է Սուրբ Օքին չփոխվեցավ Աստված չփոխվեցավ նույն Աստվածն է նույն Սուրբ Օքին է նույն կորձը ելողն է բայց ինչու փոխվեցավ քանի որ մենք փոխվեցանք քանի որ մենք անչափ հանգիստ ենք մենք մեզմով մենք մեր կոմֆորտով սիրելիներ Մեգուն համար չերս է թե իրն է, հավա իրենց ամեն բաները հասարակած գսեբեին, արաքյալները մեծ զորությունով վգա էին դեր Հիսուսի հարությանը, անոնց ամենուն վրա մեծ շնորհք կար, անոնց մեջ գարոդություն քաշողը չկար, վասնզի անոնք որ ակարակներու գամ դուներու դեր էին կձախեին եւ ձախվածներուն քիները գբերեին ու արաքյալներուն ոտ կգտնեին եւ ամեն մեկուն իր գարոդության նայելով գփաժնեին ասի չսեր որ մեր դուները ձախենք մեր մեքենաները ձախենք եւ տրամադանք եկեղեցին այս չսեր այս խոսքը մեզ գսե հետեւյալը մեկ սիրտ մեկ հոգի ես իմս բիդի չփմդարեմ դունունիս դունը թող կործածվի Աստծո փառքին համար մեքենա ունիս ինքնաշարժը թող կործածվի Աստծո փառքին համար տրամ ունիս կործածի Աստծո փառքին համար կարողություն ունիս կործածի Աստծո փառք քո սահմաններուդ եթե մեկ դուն ունիս մեկ դունդ կործածի Տիրոջ փառքին համար 10 դուն ունիս 10 դունը կործածի Տիրոջ փառքին համար այս բատկամը մեզ ցույց կտա միապանության զորությունը եւ նպատակը մեկտեղ լալու մեկ նպատակ ունենալու Տիրոջ փառքը հարաճ տանելու նպատակով ոչ թե ես իմ դունս ես այլ դեր դու ինչ որ դվեր ես փառք ես որ դվեր ես ինչ որ ունիմ դամ ի բադիվ քո թակավորության ինչ որ չունիմ անալ դամ ինչ որ ունիմ հասկացաք շատեր կսեն այս ունենայի գուդայի ինչ որ ունիս այն դուր կործած է Տիրոջ փառքին համար դեր եթե դված է մեզ դված է որ մենք ուրախանանք այո բայց դված է որ այդ ուրախությունը բաժնեցինք նաև ուրիշներու հետ մեկ սիրտ մեկ հոգի եւ նայեցեք արաքյալներ մեծ զորություն հրաշքներ կկատարվեր ինչու քանի որ միապանություն կար հրաշքներ կկատարվեր ինչու քանի որ ամեն մեկուն վրա շնորհք կար Աստծո շնորհքը կկործեր ինչու քանի որ հասկացել էին որ իրենք Աստծո ընտանիքին մեջ Աստծո խումբին մեջ միապանված են հալելույա օրտնյալը լադերը սիրելիներ հուսամ այս մտքերը պիտի փոխե քեզ եւ ինձ մեր ամենօրվա հավատքի կյանքի մեջ մեր քույր եղբայրներու հարաբերության մեջ մեր եկեղեցվո խումբին մեջ մեր դեղական եկեղեցին ուր որ դեղական եկեղեցի ունիս այդտեղ քո հովիվիդ հետ քո ծառայող քույր եղբայրների հետ քո սիրելիների հետ իսկապես Սուրբ Հոգի կորձը պիտի երևնա քո փոփոխության մեջ մեկ քայլ ավելի դեպի եկեղեցի Սիրելիս, մեկ քայլ ավելի դեպի միապանություն,
մեկ քայլ ավելի այսօր դեպի թակավորությունը հարաճ տանելու։ Անցնասեր չլանք, չգա անցնասեր հավատացյալներ, այլ Քրիստոսի մարմինը սիրող հավատացյալներ կան, որոնք աշակերտներ կգոչվին, որոնք առաքյալներ կգոչվին։ Հալելույա։ Եվ Հովես, որ առաքյալներեն Պարնաբաս մագանանվեցավ, որ գտարպանի մխիթարության որդի, Ղևդացի, ծնունդով Գիբրացի, ակարակ ունենալով ձախեց ու ստագը բերավ առաքյալներուն ոտքը դրավ։ Ահավասիկ օրինակ, ինչ ունիմ ձախեցի, քանի որ ես որոշեցի այլևս Տիրոջ փառքի համար ապրեմ։ Ձախեցի ինչ ունիմ եւ Տիրոջ փառքի համար պիտի դամ։ Ահավասիկ սիրելիներ, կորձնական օրինակներ։ Պիտի խնդրեմ կորձնական հավատացյալ լաս։ Պիտի խնդրեմ, որ Սուրբ Հոգի լեցունությունը քո մեջ երևնա կորձնական։ Քիչ առաջ ասենք Պետրոսի խոսքով, գիտությունով, սիրով, հարկանքով, հրաշքով։ Այստեղ տեսնենք առաքյալներուն աղոթքով։ Եկեղեցին իրենց ամենակարևորն է։ Եվ նաև միապանությունով։ Այս բոլորը Սուրբ Հոգի բտուղներից դրսևորումն է։ Գաղատացիզի մեջ սորվեցանք Սուրբ Հոգի բտուղները ինչ են։ Սեր, խնդություն, ամերաշխություն, հարադևություն, համբերություն, ժուժգալություն, այս բոլորը գերևնա, երբ Սուրբ Հոգին քո մեջն է, գխոսիս բերանով, բայց նաև գխոսիս կորձով։ Եվ գերենա, որ քո մեջ փոփոխություն եղավ։ Առաջ այսպես էիր, հիմա այսպես ես։ Առաջ եկեղեցի միայն գիրագի գուքայիր եւ այսպես հերույեն գհետևեիր, հիմա եկեղեցվո մեջ գուզես քայլանել։ Գուզես քուր եղբայրներուն ավելի մոտենալ։ Աղոթներդ կփոխվի, կմասնակցես ծարբեր ծառայություններու, օրինակ, կմիապանվես քուր եղբայրներու դժվարությանը, հոգսերուն, կհոգաս եկեղեցի հարցերով, խումբին հարցերով։ Այս է, որ այս համարները մեզ գսորվեցնեն։ Եվ երկար տարեր այսպես ապրեցավ եկեղեցին, մինչև ասեմ ձեզ, մինչև 4-րդ դար։ Երբ որ եկեղեցին դարձավ պետական, երբ որ եկեղեցին դարձավ ինստիտուցիոն, պետական, քաղաքական, ազգային, երբ որ եկեղեցին դարձավ ագումբ, երբ որ եկեղեցին դարձավ քաղաքական շարժում, այնտեղ գայնեցավ ամեն ինչ։ Բայց փառք Աստծո, 4-րդ տարեն մինչև այսօր միշտ եղած են փոքր խումբեր, որոնք ուզեր են ապրիլ այսպես եւ ապրել են այսպես դերորդն է իրենց վկայությունով է, որ այսօր դեր մեր աշխարհը Տիրոջ շնորհքը գաբրի։ Հավատարիմ հավատացյալներու շնորհքն է, որ այսօր մարդիկ կաշխարեն, ոչ թե եկեղեցական գազམ་ագերբությունները։ Հավատարիմ հավատացյալներու սերն է, որ ցույց կտա մարդկանց, որ դեր դերը շնորհ կնե։ Դուն եղիր այդ մարդը, Սուրբ Հոգին թող երևնա քո մեջ, քո խոսքով, քո գործով, քո միապանությամբ, քո սիրով եւ քո հրաշալի գործերով։ Թերևս հիվանդը չես բժշկեր, բայց թերևս հիվանդին ուրախություն կբերես։ Թերևս գաղին չես բժշկեր, բայց թերևս գաղին տարբեր ցևով գոկնես։ Այդալ Սուրբ Հոգի գործունեությունն է։ Մտածի ասոր մասին։ Ով գործնվի քո միջոցով։ Արդյոք դու որքան դու քեզ խոնարեցուցած ես, որ Աստծո Հոգին կորձե քո միջոցով։ Հալելույա։ 5-րդ գլուխ միջև 11 համարը շատ արագ կարդանք այս Անանիայի եւ Սապիրայի պատմությունն է, որ շատերդ գիտեք։ Եկեղեցին սկիզբն ենք, ամեն մարդ կմիապանվի, ամեն մարդ գուքան Տիրոջ առջև, եկեղեցին հետ մեկ կլան, գոքնե մեկը մյուսին, հավատացյալներու մասին է խոսքը։ Գիտեք, շատ գազམ་ագերբություններ կան այսքան աղքատներուն գոքնեն։ Աստված իրենց օգնե, ես խնդրեմ չունիմ, բայց խոսքը հավատացյալներուն է։ Հավատացյալը Քրիստոսի աշակերտը նույն ցևով չոքներ, ինչպես հարուստ մարդը գոքնե ասոր գամանոր։ Քրիստոսի աշակերտը տարբեր ցևով գոքնե։ Տարբեր ցևով կավի իր մեջ Սուրբ Հոգին գերևնա։ Շարունակենք։
5-րդ գլուխ։ Բայց կսե մարդը Անանիա անունով իր գնոջ Սապիրայի հետ ըստացված մձախեց, անոր քինեն կողծավ, խորեց, մինչ կիննալ գիտեր, որ միայն մեկ մասը բերավ առաքյալներուն ոտքը դրավ։ Նույն բանը ըրավ քիչ առաջ կարծացինք Բարնաբասը, ձախեց, ինչ որ ուներ բերավ առաքյալներուն ոտքը։ Ոչ մեկը չստիպեց, ոչ մեկուն։ Դերը սրդի տված է, հասկացեր ես, գնես, ստիպողական չէ։ Ուրեմն այստեղ Բարնաբասը սրդով լեցուն եւ ինքը աշակերտ եղավ, ինքը Բողոսին օգնականը եղավ հետո։ Այս Բարնաբասը ծառայող եղավ, ամբողջ հոգով ներսը մտավ Տիրոջ տաշնի մեջ։ Անանիաս եւ Սապիրան չեմ գիտեր ինչ պատահեցավ իրենք ալ ուզեցին նույն բանը անել, բայց քիչը իրենց ինչպես կսենք մենք հայերս սև օրերու մասին մտածելով։ Քիչը իրենց շահ բերելով։ Եվ Պետրոս ասավ Անանիա, ինչու սատանան քու սիրտդ լեցուց, որ դու Սուրբ Հոգին սուտ խոսիս ու ակարագին քինեն գողոպնես։ Չէ որ քու կդերային, քանի որ գեցեր էր ու ձախվածալ, քու իշխանությանը տակ էր, ինչու քու սրտիդ մեջ այս բանը հրիր, ոչ թե մարդոց սուտ խոսեցար, հաբա Աստծո։ Անանիա, ինչու համար գուքաս մեզի գսես, թե ես 1000-ի ձախեցի, եթե դու 2000-ի ձախերես։ Դու գրնայր չսել նույնիսկ մեզ, դու գրնայր ոչ մեկ բան չբերել, դու գրնայր ոչ մեկ բան չներ, կամ ասեիր 2000-ի ձախեցի, սիրելիներ, 1000-ը գուդամցես, 1000-ը կբահեմ։ Ինչու սուտ կխոսիս։ Ինչ կուզես փաստել։ Կուզես փաստել, որ լավ հավատացյալ ես։ Կուզես փաստել, որ դու Բարնաբասին պես մարդ ես։ Կուզես փաստել, որ դու խելացի մարդ ես։ Կուզես փաստել կամ բրավոներ եւ աբրիսներ ստանալ, ինչու այս բանը գնես։ Անանիասի պես մարդիկ շատ կան այսօր հավատացյալներու մեջ։ Կուզեն ցույց տալ, որ իրենք լավ են։ Հիսուս կսե քո ացերքը դիչ որ գուտա ցախը թող չգիտնա։ Շատ մարդիկ կուզեն ցույց տալ, որ իրենք լավ կորց կնեն։ Սիրելիներ, Աստված պետք չունի մեր ցուցադրությանը։ Աստված պետք ունի մեր միապան սրդին։ Ինչպես ասի, իմ եսս կմեռնի, Քրիստոսի եսը կբարձրանա իմ մեջ։ Միապան Քրիստոսի խումբին այս պետք ունի դերը մեզ։ Մեր հրած կորձերը պետք չունի։ Սատանան խապեց, բայց դու սուտ խոսեցար։ Սատանան իր դարբեր ծևերով գրնա, դերևս այս մարդիկը քիչ թրամ սիրող էին։ Եվ թրամը դեսնելով, ասին հասամ մեն ինչ տանք, քիչ մեզի բահենք։ Չես գիտեր ինչ պատահեցավ, եթե թրամը գսիրային, Սատանան անշուշտ իրենց խապեց դարբեր ծևերով, հրաբուրեց իրենց սրդի ցանկությանը համաձայն։ Եվ իրենք սուտ խոսեցան։ Անանիաս խոսքերը լսելով ինգավ հոգի դվավ եւ մեծ վախ ինգավ ամենուն վրա, ու անոնք ասիգա լսեցին երդասարտները ելան եւ բադանքով պատեցին զանիգա եւ դուրս հանելով թաղեցին։ Զարմացան։ Մեկ սուդ Աստված զարգա։ Չմոռնաք նոր կտակարանի մեջ ենք։ Շնորհքի մեջ ենք։ 5 դագարանի մեջ չենք, 5 դագարանի մեջ լար կհասկնայինք դերևս։ Այստեղ նոր դագարանի մեջ։ Գիտեք ինչ կբադայի այստեղ։ Կբադայի ասելով սիրելիներ, Աստված նույն Աստվածն է։ Չխապվիկ։ Միսեք Աստված գները, մենք շնորհքի դագենք, Աստված գիտե մեր դգարությունը, ոչ։ Դու արդար բիդլաս Աստծո եկեղեցին մեջ, Աստծո խումբին մեջ, ամեն ինչ ամեն ուզածին մեջ չէ, գարկ ու կանոն կա։ Եվ այս բանը տեսնելով, քիչ առաջ գարտացինք շատերը գսե շնորհ կտան առաքյալները եւ շատերը վախցան։ Եվ հիմա էլ վախցան ասելով, «Վաու, եկեղեցին սուրբ տեղ է, խաղալիք տեղ չէ, ուզածս չեմ աներ, ուզածպես չեմ կաներ, ուզած ծևով չեմ խոսիր, հովիվին հետ, եղբայրներու հետ, քույրերու հետ, չէ, լուրջ տեղ է, Աստծո ընտանիքն է, Աստծո վայրն է, Աստծո ժողովուրդն է»։ Եվ 3 ժամ հետո գսե գինը չգիտնալով թե ինչ է եղել ներս մտավ։ Պետրոսը սավանոր, ասե ինձի, ակարագը այն չափ քնով ծախեցիք։ Անալսավ այո, այն չափ։ Պետրոսը սավ, այդ ինչ է որ դուք
միապանեցակ դերոջը հոգին փորձելու։ Ահա քո այրը տաղողներուն ոտքերը տրանկով են, քեզ ալտուրս պիրանեն, եւ իսկույն գինը անոր ոտքերուն կովին գավ ու հոգի դվավ, եւ երդասարտները ներս մտնելով զանիգա մերած կդան ու հանեցին իր էրգանը կով թաղեցին եւ մեծ վախ մը ինգավ բոլոր եկեղեցին վրա եւ ամենուն վրա, որոնք այս բաները լսեցին։ Տուն եւ ամուսինդ միապանվեցակ սուտ խոսելու։ Միապանություն գա օրտնություն գբերը, միապանություն գա տադաստան գբերը։ Բաբելոնի աշտարակը միապան էին եւ միապան աշտարակ շնեցին Աստծո հագարակ։ Անանիաս եւ Սապիրան միապան էին, միապան սուտ խոսեցան Աստծո։ Ուշատիր, որուն հետ կմիապանվիս եւ ինչ բանի շուրջ կմիապանվիս։ Չլա թե միապանվիս սխալ բանի շուրջ։ Այսօր դժբախտաբար գլսենք մի քանի հոգիներ եկեղեցիներու մեջ կմիապանվին եւ իրար հետ կորոշեն հովիվին կամ ծառայողներուն հագարագիլ, իրար հետ կորոշեն եկեղեցի են դուրս ելալ եւ իրենց կամքով եկեղեցի անել, միապանվեցան եւ ուրախ են ասելով մենք միապան ենք, բայց ինչ բանի վրա միապան։ Սատանան միապանությունը գսիրե, քանի որ միապանության մեջ գրնա կործել հագա Աստված, հագա եկեղեցի, հագարակ Քրիստոսի ծրագրին, ուշատիր, որուն հետ կմիապանվիս, ուշատիր, որուն հետ կմիապանվիս, պիտի միապանվինք Աստծո ժողովրդին հետ, Աստծո խոսքին շուրջ, Քրիստոսի նպատակով, Քրիստոսի սրտին համաձայն եւ ոչ թե մեր կարծիքներու համաձայն, նույնիսկ եթե մեր 4 կողմի մարդիկը այնքանալ արդար եւ շիդակ չեն։ Եվ այստեղ գզարմանամ երկու անգամ գրված է երիտասարդներու մասին, երիտասարդներուն գսե, սին, որ երիտասարդները թաղեն Անանիասին եւ Սապիրային։ Գիտեք ինչու, իմ կարծիքով, որ երիտասարդները հաջորդ սերունդը լուրջ լան եկեղեցին մեջ։ Այսօր դժբախտաբար երիտասարդներ իրենց ծնողներուն սխալներուն մեջն են։ Ծնողներ կան, որոնք անդարբեր են եկեղեցին, իրենց երիտասարդները նույնպես իրենց պես։ Զարմանալի։ Ծնողքը ինչ է երիտասարդը այդ է։ Ուշադիր եղիր սիրելիս։ Մի հատ մտածե, արդյոք սխալ բան ցույց տված ենք մեր երիտասարդներուն, որոնք այսօր եկեղեցին մեջ չեն եւ կամ եկեղեցին մեջ սխալ թիրքի մեջ են։ Երդասարտներուն հսվեցավ, կացեք թաղեցեք։ Եվ ասեմ ձեզ, երդասարտներու կորց չէր թաղելը։ Մանավանդ հրյական սովորության մեջ երդասարտները չէին թաղեր։ Կթաղեին միայն արու մարդիկ, չափահաս, ժողովուրդի ընդրված մարդիկ։ Այստեղ Պետրոս երդասարտներուն գնշե։ Ասելով երդասարտներ լավ նայեցեք դիրոջ ընտանիքը լուրջ է։ Դիրոջ ընտանիքը սուրբ է։ Դիրոջ ընտանիքի մեջ սուտ մուտ հետևից առաջից խոսիլ չկա, պամպասանք չկա, խապկանք չկա, սրախոսություն չկա։ Դիրոջ ընտանիքի մեջ միապանություն կա։ Դիրոջ թակավորությունը հարաճ դանելու ծրագիր կա։ Դիրոջ խումբին մեջ իրար բարձրացնել կա։ Անանիասի եւ Սապիրայի նման չլա, որ ովևէ մեկը խավարի մեջ որոշումներ առնե եկեղեցու թեմ։ Կտեսնենք սիրելիներ, ինչ լուրջ է աշակերտ ըլլալ Քրիստոսի իր եկեղեցիի մեջ։ Շատ լուրջ է Սուրբ Հոգին ստանալ եւ Սուրբ Հոգիով քայլել եւ Սուրբ Հոգիով լեցվելը։ Սուրբ Հոգիով լեցվելը մեծ պատասխանատվություն կուտա մեզ։ Դուք մինայք ինչ որ գտեսնեք քարոզների մեջ կամ ինտերնետներու մեջ Սուրբ Հոգի լեցվելու մասին բաներ մը կքարոզեն, մարդիկ այդտեղ գմորան գան չեն գին անգծած կրդեն եւ մյուսերը գարձեն որ Սուրբ Հոգիով լեցվել այս է։ Սուրբ Հոգիով լեցվելը մեծ պատասխանատվություն է, մեծ լրջություն է, մեծ միապանություն է, մեծ ավետարանչություն է եւ մեծ ճշմարիտ Տիրոջ խոսքին մեջ մնալ է։ Թողերը մեզ օգնե։
որ այս մի քանի համարներով հասկանանք, անոնք որ հիմա մեզ գեհդևին, որ դուք հավատքի մեջ եք, վերանայեք ձեր հավատքը, վերանայեք ձեր աղոթքը, ինչպես առաքյալները աղոթեցին, վերանայեք ձեր եկեղեցի հարաբերությունները, վերանայեք ձեր քույր եղբայրները, որոնց հետ կմիապանվեք, վերանայեք, շտկեցեք, քանզի Տերը գուզե ցեզ կործածել, մեծ կործեր ընելու ցեզմով, միայն Սուրբ Հոգիով քայլենք, որովհետեւ մեծ կործեր կատարենք, շատերուն ճշմարիտը քարոզենք, ուղիղը քարոզենք, օրհնությունը քարոզենք, ճշմարիտ ավետարանը խաչյալ եւ հավրուցյալ Քրիստոսը քարոզենք, ուրեմն Սուրբ Հոգիով լեցվենք, որ շիտակը դրսևորենք։ Օրհնյալ է մեր Տերը, որ մեզ այսօր այս բաները սորվեցուց եւ իրեն կդրվի միայն փառքը հիմա եւ միշտ եւ հավիտյան օրհնյալ է Տերը այս երգը լսենք եւ կվերակտնենք իրար այս երգը գսե Աստվածաշունչը անոր մեջ կա իմաստություն անոր մեկը հասկացվի ամեն ինչ եկեք լսենք եւ կվերակտնենք իրար
Հալելույա, ինչ կնեինք մենք առանց Աստվածաշունչի։ Ինչպես կապրեինք արդյոք։ Ինչ հիման վրա արդյոք կապրեինք։ Զարմանալի, երբ կմտածեմ, ինչ պիտի լար մեր կյանքի հիմքը։ Շատերուս համար պիտի լար իր ընտանեկան սովորությունները, ուրիշը ազգային, ուրիշը այս կամ այն հարցերու շուրջ։ Փառքեզ դեր, որ մենք ունենք այն անշարժվեմը քո խոսքդ, որում մեջ ենք գքաղենք մեր ամենօրվա մտորումները, ուղղությունները, որոշումները, փառք Տիրոջը, որ մեզի որբ չթողեց։ Ելավ Հիսուս համբարձավոր աչքոմը նստավ, Սուրբ Օքին ղրգեց եւ Սուրբ Օքիով այսօր այս խոսքը, թարերու եղած կատարված այս խոսքը, որ 40 տարբեր հեղինակներ, 4000 տարվա պատմություն, մեզի եկավ մեկ փոքր կրկի մեջ եւ այս մեզ բավարար է շտկելու, մաքրելու, փոխելու եւ մեզի Աստծո հաճելի մարդ դարձնելու։ Իրեն լա միշտ փառքը եւ բադիվը։ Գործնենք քեզ եւ կպատվենք քեզ ամենագալ Աստված։ Մեր սիրելի քույր եղբայրները, որոնք հետևեցան այսօր այս ուղիղ ծառայությունը։ Սուրբ Օքիով ով դերայո լեցուր մեզ, որ քեզ հաճելի խոսք խոսենք, կյանք ապրենք, միապան ճշմարիտ ուղիղ հրաշալի գործերով, սիրով եւ ոչ անձնագետրոն, այլ Քրիստոսագետրոնը լանք քեզ բադիվ բերելու միշտ եւ հավիտյան։ Ինգածները քեզ կբերենք, դգարները քեզ կբերենք, հիվանդները քեզ կբերենք, կաղերը, գույրերը, անոնք որ հիմա ցավերը կանցնին, անոնք որ սկավոր են, անոնք որ ընտանեկան խնդիրներ ունին, դեր քո Սուրբ Օքիով կխնդրենք հրաշներ կատարես այսօր, ազատագրելու, մաքրելու, սրբելու, փոխելու այն բոլորը, որ քեզի կարիք ունին այսօր, անոնք որ կապված են մեղքի, մասնավորապես կաղոթեմ, այն բոլորը որ մեղքի կապված են եւ կգարձեն, որ ազատագրություն չի կա, Հիսուս հրաշք կատարի այս գիշեր, հրաշք կատարի այս երեկո, որով դեր կապվածությունները քանթվին եւ մարդիկ գտնեն քեզ, երկնային ուրախությունով եւ պատվով քեզ փառապանեն մինչեւ քո կարուստդ։ Հալելույա, օրտնյալ է մեր Տերը, հիմա եւ միշտ եւ հավիտյան, Տեր օրտնեցես սիրելի քույր եղբայրներ, շնորհակալ ենք մասնակցության համար, դարածեցեք այս Facebook-ի, YouTube-ի վրա դարբեր դեղեր, որովհետեւ շատերուն հասնի։ Ձեզ գսիրենք եւ գործնենք, մինչ կալ չորեքշաբթի Տիրոջը գամքով ցտեսություն։